Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում մեր ձևով շարժման ներկայացուցիչը իրավապաշտպանով ձեռքերը վեր պարզած մոտեցել է ոստիկաններին, ներկայացել է, որ իրավապաշտպան կալանավորում են եւ նա նորից ազատազրկման վայրից ասում է ես ավելի ազատ եմ այստեղ եւ մի հետաքրքիր բան կա, հա, ասենց երևույթ կա։ Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանը ասում են հանկարծ չկոտրվեք, շարունակեք պայքարը։ Այնուամենայնիվ հստակ է նաև, որ Նիկոլ Փաշինյանը գնում է տոտալ բռնաճնշումների ուղիով եւ այս կալանավորումները շարունակվելու են։ Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը հասնի մի կետի, երբ ամբողջ վերնախավը բոլոր քաղաքական, ոչ քաղաքական ուժերի, ովքեր կարող են մոբիլիզացնել մարդկանց զանգվածներ եւ որոշակի գործողությունների դիմել, հայտնվի անազատության մեջ։ Ձեր հարցին այսպես կպատասխանեմ, կամ ամենավերջից նշվեց ամբողջ վերնախավը, ես կուզենայի այդ բառակապակցությունից հեռու մի քիչ գնանք, որովհետև ղեկավար կազմ կամ առաջնորդող կազմ հիմնական ուժը ժողովրդի միասնությունն է, ժողովրդի կամքն է եւ ժողովրդի կամքի վրա ազդեցություն ունենում են այն իրողությունները, որոնց ականատեսնենք մենք այսօր լինում։ Սահմանափակումները բերելու են այդ միասնության ավելի ամրապնդմանը եւ ավելի շատ մարդիկ են փորձելու դառնալ ավելի միասնական։ Նշեցիք Ռուբեն Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Դա նաեւ վառ ապացույցն է նրա, որ այսօրվա քաղաքական իշխանությունները նույնիսկ չեն փորձում կոծկել հակաժողովրդավարական վարքագծի որոշակի դրսևորումներ, որովհետև տեսանյութերում պարզ երևում է վերջինիս վարքագիծը, Ռուբեն Մխիթարյանը նաեւ գյումրեցի է, շատ լավ մարդ է, հայրենասեր, որը որ այդ պահին իր պարտքն է համարել գտնվել գյումրեցիների կողքին եւ իրականացնել իր մասնագիտական գործունեությունը անհրաժեշտության պարագայում։ Այդ տեսանյութի առկայության պարագայում մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ միգուցե այն մարմինները, որոնք որ նպատակ ունեն սահմանափակելու Ռուբենի ազատությունը, մի քիչ կարող է կանշկանվեն, քանի որ հանրության աչքի առաջ երևում է, որ այնտեղ որևէ հանցակազմ պարունակող գործողություն չի կատարվում։ Սակայն այստեղ ես տեսնում եմ միտում հենց ցույց տալու մեր հանրությանը, որ անկախ նրանից դու որևէ հանցանք կատարել ես թե չէ, եթե պետք է քեզ սահմանափակել եւ ճնշում գործադրել մյուսներին ցույց տալու համար, որպեսզի վերջիներս կամ արտահայտությունը չկարողանան իրականացնել օրինական ճանապարհով, իրենք այդ քայլին էլ կգնան։